1.300.000 դրամ։ Ահա այսքան է Հայաստանում ամենաբարձր ուսման վարձը։ Հայաստանում 64,000 ուսանողից 54,000-ը սովորում է վճարովի։ Այսինքն բարձրագույն կրթության համար Հայաստանում պետք է վճարել, շատ վճարել։ Այնինչ պետությունը պետք է ապահովի բարձրագույն կրթություն ստանալու լիարժեք հնարավորություն անկախ մարդկանց սոցիալական վիճակներից։ Ընդ որում Հայաստանում բարձրագույն կրթություն ստանալու խնդիրները ոչ միայն ֆինանսական են, այլ նաև շատ հաճախ ենթակառուցվածքային։ Մարզերից եկող ուսանողների համար մենք ունենք տրանսպորտային հասանելիության եւ կացարանների լուրջ խնդիր։ Մենք առաջարկում ենք բարձրագույն կրթության ուսման վարձերի փոխարեն կիրառել հետագայում աշխատավարձից փոքր պահումների սկզբունքը։ Այսինքն ուսման վարձի բեռը ոչ թե ընկնում է ուսանողի ծնողների վրա, այլ ինքը ուսանողը հետագա աշխատանքի 10-ից 20 տարվա ընթացքում իր աշխատավարձից փոքր վճարումներով փոխհատուցում է իր ուսման վարձը։ Այսինքն այս պահին բոլորը ունենում են հնարավորություններ առանց վճարի ստանալ բարձրագույն կրթություն։ Մյուս կարևոր խնդիրը ենթակառուցվածքներն են։ Պետությունը պետք է ապահովի մարզերից, առավելևս հեռավոր մարզերից ուսանողների տրանսպորտային հասանելիությունը Երևան եւ նաեւ լուծի որակյալ կացարանային հարցը։ Բարձրագույն կրթությունը պետության զարգացման գլխավոր գրավականն է։